Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր կայացվել է փառաքար խոշորացված համայնքի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստը։ Մեղադրողը ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։ Նա հայտարարեց, որ Գևորգ Հարությունյանը Վալոդիա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին, Արծրուն Գալստյանին վրեժի շարժառիթով կյանքից զրկելու սպանելու դիտավորությամբ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 23:43-ին կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ սպանել Վալոդիա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին, փորձելով սպանել Արծրուն Գալստյանին։ Նարեկ Օհանյանը օժանդակել է Գևորգ Հարությունյանին, նախապես տրամադրել է իր տունը, միջոցներ է ձեռնարկել հանցագործության հետքերը, սպորտային կոշիկները, հագուստները, դիմակը, պայուսակը այրելու միջոցով վերացնել, որի համար ձեռք է բերել դյուրավառ հեղուկ եւ թողել բակում։ Հիշեցնենք 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում իր նորակառույց տան մոտ սպանվել էր փառաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը, նրա հետ միասին սպանվել է ընկերը քրեական ոստիկանության ծառայող։ Վիրավորում ստացած քաղաքացին Արծրուն Գալստյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ ՀՀ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված գույքի բռնագանցման գործով հակակոռուպցիոն դատարանում կայացած նիստը ավարտվեց նրանով, որ դատախազությունը ստիպված եղավ ընդունել, որ իր ֆինանսական հաշվարկներում առկա են կոպիտ սխալներ, խոստանալով վերահաշվարկ իրականացնել։ Նաև մինչև մայիսի 13-ը ժամանակ խնդրեց հայցի փոփոխությունն ավարտին հասցնելու համար։ Ինչ սխալներ էին առկա՝ բանկային քաղվածքներ, որոնք ոչ ոք չէր տեսել, $23 ու $8,930, փոխարժեքային սխալ, որ փոխել է ամեն ինչ, 70-ից ավելի կրկնակի գործարք, կողմնակի անձանց բազմաթիվ ծախսեր։ Հարությունյանն ընդհանուր առմամբ հայտնաբերել է 50 տեսակի հարյուրավոր սխալներ, սակայն դատարանում ամեն տեսակից ներկայացրել է ընդամենը մեկական օրինակ։ Հայաստանն, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր, հայտարարեց Փաշինյանը այսօր Փարիզում ելույթ ունենալով միջուկային էներգիայի գագաթնաժողովում։ Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող եւ անվտանգ անցման համար։ Այս նպատակով մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում, ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում փետրվարի 9-ին Երևանն ու Վաշինգտոնը խաղաղ միջուկային համագործակցության շուրջ բանակցություններն ավարտելու մասին համաձայնագիր էին ստորագրել։ Վենսը հայտարարել էր, որ ամերիկյան միջուկային ռեակտորները Հայաստան կհասնեն։ Պաշտոնական Մոսկվան արձագանքեց, թե Հայաստանը Ռուսաստանի առաջարկին իրական այլընտրանք չունի։ Ադրբեջանն ու Իրանն էլ նորից հաշտվել են։ Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Հարևան երկիր առաջին անհրաժեշտության իրերով բռնված մեքենաների շարասյուն ուղարկելու որոշումը կայացվել է երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևի եւ Մասուդ Փեզեշքյանի մարտի 8-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Ադրբեջանական կողմը Իրան է ուղարկել 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, ավելի քան 4 տոննա խմելու ջուր, 600 կիլոգրամ թեյ եւ ավելի քան 2 տոննա դեղորայք։ Իրանական պատերազմի միակ շահող կողմը Ռուսաստանն է, այսօր այսպես է հայտարարել ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Այս պահի դրությամբ այս պատերազմը միայն մեկ հաղթող ունի, դա Ռուսաստանն է։ Այդ երկիրը շարունակում է խաթարել Ուկրաինայի դիրքերն ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Այդ երկիրը էներգակիրների աճի հետևանքով Ուկրաինայի դեմ պատերազմական գործողությունները շարունակելու նոր ֆինանսական միջոցներ է ստացել, ասել է ԵՄ խորհրդի նախագահը։ Նրա խոսքով Ռուսաստանը նաև օգտվում է այն հանգամանքից, որ այն սպառազինությունը, որ կարող էր ուղարկվել Ուկրաինա, այժմ հայտնվում է Մերձավոր Արևելքում։ Իսկ դուք ավելին իմանալու համար հետևեք Պանորամա AM-ին։